Քանի որ ինչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, կամ ինչ փրկագին պետք է մարդ տա իր հոգու համար, որովհետև մարդու որդին պիտի գա իր հոր փառքով իր հրեշտակների հետ եւ այն ժամանակ ամեն մեկին կհատուցի իր գործերի համեմատ։ Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն էր, սիրելիներ, որտեղ Տերը մեզ հասկացնում է եւ ասում է, որ մարդը ինչ օգուտ ունի, եթե անգամ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Մարդիկ այսօր մտահոգված են ժամանակավոր բաներով, մարդիկ այսօր ընկած են ժամանակավոր բաների հետևից, շատ փող աշխատելու մասին է այսօր մտածում մարդը, բիզնեսի, կարիերայի, փառքի, իշխանության, առողջության եւ ամեն տեսակ բաներ մարդը մտածում է, բայց մարդը չի մտածում, թե այս կյանքից հետո ինքը ուր է գնալու։ Բայց դա ամենակարևոր հարցն է։ Ես չեմ ասում, որ մարդը չպետք է նման չպետք է մտածի իր հոգսեր, իր պարտքերի, իր առօրյայի մասին։ Ես դրա մասին չեմ ասում։ Ես ուզում եմ ասել, որ մարդը պետք է փոխի շեշտադրումը։ Տեսեք ինչ ասում Ավետարան, ասում առաջ խնդրեցեք երկնքի արքայությունը եւ մնացած բաները ձեզ պետք է տրվեն։ Առաջնային բաներ կան երկրորդական բաներ սիրելներ։ Մարդու կյանքը այս աշխարհի մեջ ժամանակավոր է։ Մենք պետք է դա հասկանանք, որ մենք ժամանակավոր ենք այս կյանքում, այս աշխարհի մեջ եւ մարդը անգամ չգիտի վաղը իր հետ ինչ կարող է պատահի։ Մարդը անգամ չգիտի երբ է վերջակետ դնելու իր այս աշխարհի կյանքին։ Մարդը չգիտի ինչ կարող է կատարվել անգամ մի ժամ հետո իր հետ։ Դրա համար Աստվածաշունչը մեզ ասում է, որ մարդը պիտի Աստծո հետ հաշտվի, մարդը պիտի ապաշխարի, մարդը պիտի գտնի Աստծուն, ճանաչի Աստծուն, մարդը պետք է պատրաստ լինի, որովհետև չգիտենք որ պահին ինչ մեզ հետ ինչ կարող է պատահել։ Ուրեմն սիրելիներ, ես այսօր կոչ եմ անում բոլորիս, որպեսզի մենք փոխվենք, որ իրապես մենք առաջ սկսենք փնտրել երկնքի թագավորությունը եւ մնացած բաները ասում եմ մեզ պետքա տրվեն։ Առաջնային շեշտադրումը բերենք դնենք Աստծուն ճանաչելու վրա, շեշտադրումը դնենք ապաշխարելու վրա, Աստծո հետ հաշտվելու վրա, հոգևոր բաների վրա, որովհետեւ այն կյանքը, որ մենք ապրում ենք, ժամանակավոր է եւ ամեն ինչ որ մենք տեսնում ենք այս աշխարհի մեջ անցնելու է մի օր, բայց նա որ Աստծո կամքը կատարի, Աստվածաշունչն ասում է հավիտյան պիտի մնա։